Ճակատագրական օրեր ենք ապրում, այս 2-3 օրը եւ օրվա իշխանությունները, եթե մի քիչ ավելի խորքերով նայենք, բավականին տխուր վիճակում են հայտնվել, այդ խուզարկությունները այսօր էլ ձերբակալությունները եւ այլն։ Սա ինքնին ցույց է սրա մասին եւ ձեզ վստահեցնում եմ, որ օրինակ այդ գյուղմթերքը 3 Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, եթե չեմ սխալվում Տիտով Ազգանով, ասել էր, որ այն մթերքը, որը որ Հայաստանից գյուղմթերք պտուղ բանջարեղեն, որ վաճառվում է ռուսական շուկաներում, դա քանի որ փակվել է, Ռուսաստանը փոխհատուցումը անելու է Ադրբեջանից։ Դուք պատկերացնում եք, այսինքն Հայաստանի օրվա իշխանությունը ամեն ինչ անում է, որ Ադրբեջանցին հարստանա, Ադրբեջանցու մթերքը գնա, լավ եք լսում։ Այ ինձ ես էլ էի ուզում դրա մասին խոսել։ Չէ, շատ հիմա ար երևույթ, բայց դուք պատկերացրեք, այսինքն Հայաստանի օրվա իշխանությունը լոբինգ անում Ադրբեջանի գյուղացուն եւ նա արտադրանքը Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից, ու շատ լսեք, մատակարարող ապրանքներով, հարստացրեց նորից։ Այս մարդը Ադրբեջանի երկրի նախագահն է, բանա վարչապետն է Նիկոլը։ Այսինքն իրենց քայլերով հասավ նրան, որ հիմա ադրբեջանցին քառակի հարստանալու եւ ադրբեջանական մտերքը։ Լավ եք, սիրելի գյուղացիներ։ Տեսնում եք ինչ է անում Նիկոլը ձեր գլխին։ Տեսնում եք ինչ է անում հայ ժողովրդի գլխին։ Այս ինֆորմացիան է։ Հա, սա ուրեմն ազգանն է, եւ դա հեքիաթ չի, որտեվ սրա մասին հրապարակավ բաց ասում է Ռուսաստան նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։ Բառացի Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Ադրբեջանը ի վիճակի է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը։ Սա Տիտովն է ասել Սպուտնիկ Ադրբեջան գործակալության տված հարցազրույցում։ Այսինքն, չէ, դուք չգիտես, ասենք ո՞նց բացատրես, հարգելի հայրենակիցներ, ես որ անհիշելի ժամանակներից ասում էի Փաշինյան Նիկոլը կոլաբորանտ կառավարության ղեկավար է Հայաստանում, այսինքն կառավարություն, որը սպասարկում է մարտի դաշտում մի մեծ ճակատամարտ, բայց ոչ պատերազմ հաղթած պետությանը, ասում են դե պարոն Ապետյան, գույները խտացնում եք եւ այլն։ Էլ ոնց անի այս մարդը, որ սպասարկի Ադրբեջանի շահերը։ Հիմա ես նաև ընթերցեմ Ռուսաստանի փոխարտգործախար Անդրեյ Ռյաբկովի խոսքը, ասում է Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի ընտրությունը պատմականորեն ճիշտ կլինի հօգուտ Ռուսաստանի հետ հարաբերությունների։ Մարդիկ լավ ինչքան կարող են ասել, էլ ոնց ասեն, ոնց բացատրեն, ոնց հորդորեն։ Եթե մեր ժողովուրդը չի ուզում ինքնասպանություն գործի, իսկ սխալ ընտրությունը ինքնասպանության ուղին է։ Հետո որից է մեկին մեղավոր չկարգենք։ Նրանք ովքեր որ այսօր համոզում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է խզել, ճիշտ արևմուտքն է եւ այլն, այդ արևմուտքի թեման արդեն վաղուց փակվել է։ Իդեպ ասեմ, 3 բավականին խիստ կեցված դրսևորել է նաեւ մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ նաեւ այս է թեմայի մեջ է, Զախարովայի հայտարարությունը։ Եվ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել։ Զախարովան Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կանոնի խորհրդական ընտրությունների վերաբերյալ նախկինի պես մնում է անփոփոխ։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն հունիսի 7-ին, ապա օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպան ժամանակ ներկայացրել է մեր դիրքորոշումը, եւ այդ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Սա է։ Այսինքն մենք հասկանանք, որ մեր ընտրությունը այսօր ճակատագրական ընտրություն է, գոյութենական ընտրություն է եւ բոլոր նրանք, ովքեր որ մտածում են, որ այս ընտրությունների ժամանակ ինչ որ անձնական շահ եւ այլն, այդ ամբողջովին դնում եք մի կողմ։ Այս խուզարկությունն Գյումրու ՀՅԴ գրասենյակի եւ մեր ընկերների բնակարանները գրել է իշխան տերոր է, բարից բուն իմաստով տերոր է, ինչի մասին է։ Արտանուն փոխհատուցում, խնդրեմ։ Արևմուտքն ու ԱՄՆ-ն Հայաստանին մոտենում են իրենց խլելու եւ թալանելու տրամաբանությամբ։ Նրանց պետք են այս երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները, հայտարարել է Մարիա Զախարովան։
ստորագրեցին ինչ որ հրշակագրային փաստաթղթեր, բայց դրա հետ մեկտեղ նկատվում է ակնհայտ ինչպես իրենք են ասում միտում դեպի ռեսուրսային եւ այլ, այսինքն ինչ են պատրաստում, արևմուտքը ինչ է պատրաստվում անել, այստեղ դրա մասին է խոսում։ Հիշում եք, որ Արցախյան պատերազմից առաջ մեզ զգուշացնում էին, մի հատ հիշեցրեք, ինչ էին զգուշացնում եւ ինչ տեղի ունեցավ եւ հիմա էլ շարունակում են մեզ զգուշացնել, ինչ ասեմ, դրված է հայ ժողովրդի Հայաստանի այսօր այո իսկապես սա մայիս 28-ն է 18 թվականի սա գոյութենական այս ընտրությունը օրինակ Իշխան Սաղաթելյան որը դա հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչն է իր խոսքում քանի որ հիմնականում դաշնակցականների գրասենյակներն ու բնակարաններն են, խոզարկում ասում է մեր բոլոր հայրենակիցներին խնդրում ենք որևէ պարագայում չընկրկել որևէ սպառնալիքի առջև եւ բոլոր այս ապօրինությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցությամբ մերժելով ժողովրդի կամքի հետ հաշվի նստել չցանկացող ռեժիմին։ Սա եզակի դեպք է, իդեպ ասեմ ձեզ, որ իշխանությունը, որը առերույթ հրապարակավ ասում է, որ ինքը հաղթել է արդեն 65% 70 50 բնակարաններում, այս պահին Սա ինչ է նշանակում, որ մի ուժ իշխանություն, որը պետք է վերարտադրվի 100%-ով հաղթելու է, ամեն ինչ անում է, որ մարդիկ չգնան ընտրությունների։ Աբսուրդ է, չէ՞։ Այսինքն վստահաբար ցանկացած հաղթող իշխանություն ձգտելու է ժողովրդին կոչ անելու մի կարգախոսով բոլոր դեպի ընտրատեղամասեր։ Ես վստահ եմ, որ ցանկացած եթե գիտակցի, որ արխիվում ինչ սարսափ է եւ ինչ կործանում է մեզ բոլորի սպասում, եթե Նիկոլը մնա, իրենք վստահ եմ կդիմանան այս երկու օրը։ Ընդամենը պետք է երկու օր դիմանալ։ Երկու օրվա դիմանալու հարց է, որովհետեւ արխիվում եթե հանկարծ իրենք մնացին, սա իմացեք նույն ճակատագիրն է ինչ որ Արցախի կործանումը, հայաթափություն եւ ցեղասպանություն։ Չեք ուզում հավատալ, տեսեք թե ինչ կատարվեց Արցախում եւ տեսեք ինչ է հայտարարում ադրբեջանցիները եւ տեսեք ինչ սուտ, կեղծ, այլանդակ խաղաղություն է բերել իբրև թե բերում Նիկոլը այն խաղաղությունը, որտեղ կա Հայաստանից գրավյալ տարածքներ, որտեղ կա կործանված Արցախ, որտեղ կան գերիներ, որտեղ կան ստորացում, որտեղ կա նվաստացում եւ խոստումներ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, որ գալու են եւ բանը այստեղ ուղակի Հայաստան չի լինելու, արևմտյան Ադրբեջան է լինելու։ Ինչ ասեմ, 1000 անգամ պատրաստ եմ կրկնելու, եթե չեք հավատում, տեսեք ինչ ճակատագրի արժանացեցին Արցախը, Նիկոլն ու Ալիևը միասին ինչ ճակատագրի արժանացեցին Արցախահայությանը։ Նույնը սպառնում է մեզ։ Հիմա ուրեմն այս պահին 50 հոգու խուզարկություն է, ձերբակալություններ են, Մարիամ դրեք Սյուզի այո, այդ ծեծ ու ջարդ ինչ է։ Ինչով եք զբաղված։ Հա? Չէ, առհասարակ։ Մի պախեք, ես մեկա ձեզ հետ խոսել եմ, դուք ես որ մարդ ձեծած տղեկ են, հետ արի, մաղրես պախում այցղա, դեր կտենևում ամեկա դու պատժները Սա էլ նկարն է, մի քիչ որ բան է կարել, ես այդ պատկել է։ Դերքը պակելով պախի։ Վախկոտներ։ Պախա, բա ինչ պիտի անել, պես ոնց են վազում, այսօր ծեծել են մարդկանց ու վազում են։ Բանդա է, էլի, սա ինչ է, բարիս բուն իմաստով բանդա։ Եվրոհանցագործներ, չեք տեսնում, չէ։ Ինչ եվրոխոտը, եվրոհանցագործներ, եվրոդահիճներ, եվրոմարդակերեր, եվրոարցախ կործանողներ, Հայաստան կործանողներ։ Տեսեք, հետևից։ Ես քեզ չեմ գտնի, ոստիկանությունը քեզ կգտնի։ Բարև ձեզ։ Դուք եք վազելով փախչող տղամարդկան ճանաչում եք, մեկը լեսա։ Այսօր քաղաքացիներին ծեծածներն են։ Չէ։ Փախի։ Հաչում բա կանգնի։ Ապրի Սյուզեն, այսինքն են լավ։ Այո, Մասիսում ԿՊԱ-ականները երեքցեցի են ենթարկել Սամվել Կարապետյանի աջակիցներից, որոնց մեջ է եղել Հղիկին եւ տարեց Արցախահայեր։ Հա, սա էր, հա, մեկը։ Այս արդեն ենա թե… Մարզերում 100% Երևանում, 8 0% Սյունակոստարյան պետություն Հայաստանում, 9
Այս արդեն են ինչ որ տեղի են ունեցել երեք, խնդրեմ։ Դե Նիկոլի ուրիշ բան չի մնում անել։ Սա պարտության նշան է։ Ցանկացած նորմալ բանական մարդ, որ դիտում ասա, ասում է Նիկոլը պարտվել է փողոցի խուժանին, հանցագործներին, որոնք նստելու են։ Սրանք բոլորը իրանց արարքների համար նստելու են, հետո պիտի ծանոթ խնամի ճարեն, մենք մեղավոր չենք, մեզ ասեցին բան, որից է ներում բեկում չի լինելու, սաղ դել նստելու եք, ձեր արարքների, կատարած արարքների համար։ Ուրիշ գործիք չունի Նիկոլ այսօր, վախի մթնոլորտ, բայց որ մենք այն ժամանակ թուրքից չենք վախեցի 90-ականներից, սրանք ովքեր են, որ սրանից վախենանք, և երեք չարաշնորը մի փողոցով գնում էի, ինձ ճանաչողներ, որոնք լսում են եւ այլն, տարիքով մարդիկ մի քանի րոպե խոսեցինք, դե ասում է պարոն Ապեցյան, ասում է մի քիչ ավելի զգույշ էլի խիստ եք ասում եւ այլն, ասա հարգելիս իմ համար վիրավորական է վախկոտից վախենալը։ Ժողովուրդ վախկոտից ու վախկոտներից վախենալը իրոք վիրավորական է, ցանկացած արժանապատիվ մարդու չեմ ասում, տղամարդ թե կին։ Վիրավորական է այս վախկոտները, սրանց կենսագրությունները, որ թափտած պատերազմի ժամանակ կնանիքի փեշերի տակ են եղել, մեծ մասը Հայաստանից թռած են եղել։ Սրա նրա տակը ասում չի չեք մեռել, չի չեք։ Չէ, իրանք չէ, իրանք պիտի ողջ մնային, որ հետո այլ երկրի հատուկ ծառայությունները բերեն իշխանությամբ, ոնց, բայց այսպեսիներն պիտի բերեն, որոնց զերով այս երկրի պիտի հանձնեն թուրքերին։ Այսօր է սա։ Բան չմնա Ժորժ ջան, մի փոքրել, 2-3 օր էլ միասնական ուսուսի տված գնում ենք ընտրության։ Իշխանությունը ամեն ինչ անում է, որ մարդիկ չգնան ընտրության, բոլորս դեպի ընտրատեղամասել։ Հաղթանակի միակ գրավականը դա է։ Նիկոլի Ճիճու կա մի հատ լրագրող, այ Ճիճու գնացել ես օթանավակայան, այ Ճիճու, ով որ գալիս է, ասենք դու գիտեք որ ամռան ինչքան հայեր գալիս են հանգստանալու հարազատներին տեսնելու այո տարբեր բաներով այս Ճիճուն ընկած միկրոֆոնն առած բա ինչի եք գալիս բա եկել եք այ Ճիճու այ անարժե համակարգ այ ողորմելի այ թշվառ հայրենիքը մնալ չմնալու քո գլուխը մարմնիդ վրա մնալ չմնալու հարցն է դրված հա դուռ եք բացում որ թուրքերին բերեք դուռ եք բացում որ ձեր դահիճին բերեք որ ընտանիքդ մտնի պղծի ու սպանի լավ դուք ուղեղ չունեք դուք մարդ եք դուք կենթանի որ կենթանիա բնազդով ինքնապաշտպանական ինչ որ բան կա իրանց մեջ բան չմնաց մի երկու օր բոլոր տնտратեղամասեր այսօր ժամը